Զիգոյարկայություն և զորություն և փառք Հավիտյանս ամեն։ Զվարթնոց օդանավակայանում ենք, որտեղ մարդիկ եկել են իրենց աջակցությունը հայտնելու Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին, եկել էին ասելու, որ հայոց եկեղեցին անկախ է եւ պետությունը ամեն դեպքում չպետք է խոչընդոտի եկեղեցու գործունեությանն ու չխառնվի եկեղեցու գործերին։ Հիշեցնեմ, որ վարչապետ Փաշինյանն առաջարկում էր հանձնաժողով ստեղծել, որի միջոցով կկարողանա ոչ միայն հեռացնել Գարեգին II-ին, այլև նոր կաթողիկոսական ընտրություններ սահմանել։ Եկեղեցուն հարված հասցնելը դա հարված է մեր ինքնությանը։ Այս արշավը ես կրկնում եմ շատ ավելի վտանգավոր եւ աննախադեպ եմ համարում իր հետապնդած նպատակների մեջ։ Խնդիր է դրված ռազմավարական մակարդակում հասնել եկեղեցու փաստացի չգոյությանը, ոչնչացմանը։ Ինքը ավելի լավ կլինի նույն ոգևորության փնտրի անհայտ կորածներ։ Ինչպես է վերաբերում եկեղեցին այս հանձնախմբին։ Բնականաբար բոլոր այս քայլերը անօրինական են եւ դատապարտել։ Աննա Հակոբյանը խոսում է մանկապիղծ հոգևորականների մասին։ Այդ հարցերի բազմաթիվ անգամներ արձագանքներ եղել են։ Իրավական դաշտում Դա քրեական հանցակազմ է պարունակում իր մեջ, եթե նման տեղեկություն կա, կարող են դիմել համապատասխան մարմիններ։ Եկեղեցու եւ եկեղեցականությանը վերաբերող հարցերը դարձած եւ կանոնած համաձայն քննարկվում են համապատասխան մարմինների կողմից։ Մենք միասնաբար պիտի կարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները մեր կյանքի, մեր ժողովրդին հուզող։ Ամուր մնանք մեր հավատքի, մեր լավատեսության, մեր արիական ոգու մեջ եւ այդպես ընթանանք դեպի նոր ժամանակներ մեր կյանքի։ Անշուշտ միջավայրը ժամանակը, որ սկսեցին այս դեպքերը ծավալվել, այո, համընկավ Շվեյցարիայում մեր վեհապար հայրապետի հայտնի ելույթի հետ, որտեղ ուղղակի հնչեցվեց բռնազավթված Արցախ բառակապակցությունը, այնուհետև պատասխան Ադրբեջանից, նույն պատասխան այստեղ, ես ասում եմ Փաշազադեն եւ նրա ճակերտավոր հայ ազգանվանակիցը։ Դուք հավատավոր զավակները զորությունն եք մեր եկեղեցու եւ մեր ազգի։ Ձեզանով է միշտ շեն ու պայծառ հայոց եկեղեցին եւ հայոց երկիրը։ Աստված օրհնի ձեզ, զորացնի ձեզ, որպեսզի մեր կյանքի ընթացքը լինի խաղաղաբեր, երջանիկ ու բարոր։ Իրոք օրհնություն ամենքին։